Լինում է չի լինում, մի փոքրիկ աղջնակ է լինում, նա շատ բարի ու սիրելի էր, տատիկը նրան նվիրել էր մի գեղեցիկ կարմիր գլխարկ, այդ օրվանից բոլորը նրան կոչում էին կարմիր գլխարկ, մի օր մայրիկը ասաց, կարմիր գլխարկ, այս զամբյուղը տար տատիկիդ, նրա համար թխել եմ թարմ բլիթներ ու մեղր եմ դրել, բայց հիշիր, ճանապարհից չշեղվես, աղջնակն ուրախ ճանապարհ ընկավ անտառով, ճանապարհին նրան հանդիպեց մի խորամանկ գայլ, «Ուր ես գնում փոքրիկ», հարցրեց գայլը, տատիկիս մոտ, պատասխանեց կարմիր գլխարկը, նա հիվանդ է, գայլը մտածեց խորամանկ մի բան, նա աղջկան խորհուրդ տվեց ծաղիկներ հավաքել, իսկ ինքը արագ վազեց տատիկի տուն, գայլը ներս մտավ ու տվեց տատիկին ու պառկեց նրա անկողնում, երբ կարմիր գլխարկը հասավ, զարմացավ, տատիկ, ինչ մեծ աչքեր ունես, որ քեզ լավ տեսնեմ, ինչ մեծ ականջներ ունես, որ քեզ լավ լսեմ, իսկ ինչ մեծ ատամներ ունես, որ քեզ ուտեմ, բարեբախտաբար այդ պահին որսորդը լսեց աղմուկը, ներս մտավ, փրկեց տատիկին ու կարմիր գլխարկին, իսկ գայլին դուրս քաշեց անտառից, այդ օրվանից կարմիր գլխարկը միշտ լսում էր մայրիկի խոսքը և երբեք ճանապարհից չէր շեղվում։ Երբ գիշերը մոտենա, հեքիաթները կարդնանա, և լուսնի լույսից կփայլի նոր